Բարի օր սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի առավոտյան թողարկմանը կարող եք դիտել հետևյալ լուրերը։ Կալիֆոռնիայում նոր խուճապի ալիք սահմանապահները շրջափակել են Home Depot-ի տարածքը ձերբակալելով մոտ 20 օրավարձով աշխատողի։ Վարորդական իրավունքներ Ֆլորիդայում, Վայոմինգում եւ շուտով արդեն Թենեսիում արգելվում է օգտագործել ապօրինի միգրանտներին տրամադրված վկայականները։ Real ID պահանջն էլ սկսում է գործել մայիսի 7-ից։ H1B վիզաների խստացում Թրամփի վարչակազմը սկսել է հավելյալ ստուգումներ եւ կենսաչափական տվյալների պահանջ աշխատանքային վիզաների համար։ Նյու Յորքում 27 անձի դաշնային մեղադրանք է ներկայացվել թրաֆիքինգի, թմրանյութերի եւ ռեկետի համար, 6-ը դեռևս ազատության մեջ են։ Քաղաքական կալանքներ Լուիզիանայում կալանավորված են Պաղեստինամետ բողոքին մասնակցած 2 ուսանողներ օրենսդիրներ են այցելել պահման կենտրոն եւ պահանջել ազատ արձակել։ Հակասեմիտիզմի աճ 2024-ին գրանցվել է 9354 դեպք, մեծ մասը կապված Իսրայելի քաղաքականության դեմ բողոքների հետ։ Ամերիկայի ձայնի փրկություն դաշնային դատավորը կասեցրել է լրատվամիջոցի լուծարումը, պաշտպանելով լրագրողական անկախությունը։ Կալիֆոռնիայում նոր թեկնածու Սթիվ Հիլթոնը հայտարարում է նահանգապետի թեկնածությունը, քննադատելով դեմոկրատների քաղաքականությունը։ Զելենսկու պատասխանը Ռուսաստանին Ուկրաինան չի զիջի տարածքանուն խաղաղության բանակցությունները կանցկացվեն միայն հրադադարի պայմանով։ Նյու Ջերսիում անտառային հրդեհները ստիպել է տարհանել 3000 բնակչի, էլեկտրաէներգիան ժամանակավորապես անջատվել է։ Լոս Անջելեսի փղերը մեկ այլ գազանանոց, այլ ոչ թե ապաստարան, Թինան եւ Բիլին տեղափոխվում են Օկլահոմա հակառակ կենդանապաշտպանների պահանջին։ Անդրե Աղասին փիքլբոլի առաջնությունում Թենեսի լեգենդը վերադառնում է մարզական ասպարեզ հանդես գալով նոր սպորտաձևում։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Կալիֆոռնիայում նոր խուճապ է 3 առավոտյան Պոմոնայի Home Depot-ի տարածքը շրջափակել են դաշնային գործակալները։ 8:30-ից 9:30-ի սահմաններում սահմանապահ ծառայության աշխատակիցները թե մակնշված, թե չմակնշված մեքենայով մուտք են գործել խանութի տարածք 2 մուտքերից եւ մոտ 20 անձի են ձերբակալել։ Միգրանտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները օրվա ողջ ընթացքում բողոքի ակցիա են կազմակերպել խանութի առջև, դատապարտելով այն, ինչ իրենք կոչել են անմեղ քաղաքացիների թիրախավորում։ Ձերբակալվածները տեղափոխվել են անհայտ ուղղությամբ եւ նրանք եղել են շինանյութի խանութի հարևանությամբ օրավարձով աշխատող մասնագետները։ Նրանք, ովքեր Միացյալ Նահանգներում չեն բնակվում, հավելյալ տեղեկացնենք, որ նման ծառայություններ են մատուցվում Հայաստանում ֆայլաբազար հայտնի աշխատաշուկայում։ Նույն օրը մոտակա Holt Avenue փողոցում գտնվող վարսավիրանոցի մոտ Միգել Մաջինը հայտնել է, որ իր հայրիկին եւս ձերբակալել են առանց նախազգուշացման։ Տեսահսկման կադրերում երևում է, թե ինչպես է Մաջինի հայրը մեքենայից դուրս գալիս դարպասը բացելու համար եւ այդ պահին նրան շրջափակում են մեքենաներ, իսկ գործակալները մինչեւ ականջները զինված։ Նոր խնդիր միգրանտների համար Ֆլորիդայում օրինակային վարորդները, որոնք Միացյալ Նահանգներում ապօրինի բնակվող անձանց տրամադրվող հատուկ վարորդական իրավունքներ ունեն, իրավունք չունեն վարելու։ Այսպիսի արգելք է հաստատվել նաև Վայոմինգում, իսկ Թենեսիի նահանգապետը հայտարարել է, որ կստորագրի նմանատիպ օրենսդրություն։ Սա հակադրություն է ստեղծում Միացյալ Նահանգների 19 նահանգների եւ Վաշինգտոն DC-ի քաղաքականության հետ, որտեղ վարորդական իրավունք տրվում է անկախ օրինական կարգավիճակից։ Մայիսի 7-ից էլ սկսվում է 20 տարի առաջ ընդունված օրենքի կիրառումը, որը սահմանում է վարորդական իրավունքների դաշնային չափանիշներ օդանավակայաններում կամ դաշնային հաստատություններ մուտք գործելու համար։ Այս օրենքի շրջանակում Real ID կարող են ստանալ միայն ԱՄՆ քաղաքացիություն կամ օրինական կացություն ունեցող անձինք։ Որոշ նահանգներում, ինչպես Կոնեկտիկուտում եւ Դելավերում, ապօրինի միգրանտների վարորդական իրավունքների վրա հատուկ նշումներ են արված։ H1B վիզան արդեն երկար տարիներ համարվում է Միացյալ Նահանգներ մուտքի ամենապահանջված աշխատանքային վիզան օտարերկրյա մասնագետների համար, որոնք ունեն բարձր որակավորում։ Սակայն վերջերս Թրամփի վարչակազմի կողմից ներկայացված նոր պահանջները կրկին ուշադրություն են հրավիրել այս ծրագրի վրա։ Վարչակազմը սկսել է լրացուցիչ տեղեկատվություն պահանջել այն անձանցից, ովքեր դիմում են H1B վիզա ստանալու համար կամ այն նորացնելու։ Թեև Թրամփի քաղաքականությունն առավելապես ուղղված է ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարին եւ Բայդենի օրոք տրված ժամանակավոր պաշտպանության չեղարկմանը, այժմ որոշ ուշադրություն է բևեռվում նաեւ օրինական ներգաղթի համակարգի վրա, ներառյալ աշխատանքային վիզաները։ Վերջին շաբաթներին ներգաղթի փաստաբաններն ահազանգում են անսովոր նամակների մասին ուղղված H1B կամ այլ աշխատանքային վիզա ունեցող հաճախորդներին։ Երկու հիմնական տեսակ են շրջանառվում։ Նամակ, որտեղ նշվում է, որ անձը ենթարկվում է բացասական տեղեկատվության վրա հիմնված
տված ստուգման, եւ երկրորդը նամակ, որը պարզապես պահանջում է ներկայացնել կենսաչափական տվյալներ։ Այնուամենայնիվ, կենսաչափական տվյալները սովորաբար չեն պահանջվում այս վիզաների դեպքում, եւ եթե պահանջվում է լրացուցիչ տեղեկատվություն, այն սովորաբար հստակ ձևակերպված է։ USCIS-ի խոսնակ Մեթյու Թրագեսերը հայտնել է, որ ամրապնդվում է բոլոր ներգաղթային դիմումների ստուգման եւ վավերացման գործընթացը ազգային անվտանգության եւ հանրային անվտանգության շահերից ելնելով։ Նա նշել է, որ նման մոտեցումները թույլատրել էին նախորդ վարչակազմի օրոք։ Վերջին շրջանում ավելի քան 1000 միջազգային ուսանողներ նաև զրկվել են վիզայից կամ օրինական կարգավիճակից։ H1B վիզան ստեղծվել է 1990 թվականի ներգաղթի օրենքով։ Սա ոչ ներգաղթային վիզա է, թույլ է տալիս ժամանակավորապես ապրել եւ աշխատել Միացյալ Նահանգներում։ Այն տրամադրվում է օտարերկրյա աշխատողներին, որոնք ունեն բակալավրի աստիճան կամ համարժեք մասնագիտական փորձ ու հատուկ հմտություններ։ Ամեն տարի տրամադրվում է 65000 նոր վիզա, իսկ մագիստրոսի աստիճան կամ ավելի բարձր կրթություն ունեցողների համար ևս 20000։ Ամենաշատ վիզա ստացողները Հնդկաստանից են։ Սահմանային հարցերով հանձնակատար Թոմ Հոմանն ու Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտնել են 27 անձի դեմ առաջադրված դաշնային մեղադրանքների մասին։ Վերջիններս կասկածվում են Tren de Aragua հանցախմբի անդամներ կամ համագործակիցներ լինելու մեջ։ Այս համատեղ հայտարարությունը ևս մեկ օրինակ է այն սերտ կապերի, որ ձևավորվել են քաղաքապետ Էրիկ Ադամսի եւ Թրամփի վարչակազմի միջև։ Վերջերս դաշնային կառավարությունը դադարեցրել է դեմոկրատ Ադամսի դեմ ներկայացված կոռուպցիոն գործը, նրան հնարավորություն տալով կենտրոնանալ Թրամփի ներգաղթի քաղաքականության իրականացման վրա։ Այժմ Ադամսը պատրաստվում է վերընտրվել, սակայն արդեն որպես անկախ թեկնածու։ Ադամսի վարչակազմն օրեր առաջ էլ հայտարարել էր նաև, որ թույլ կտա դաշնային ներգաղթի ծառայություններին աշխատել Նյու Յորքի Ռայքերս կղզու բանտային համալիրում։ Մանհեթենի դատախազներն ասում են, որ սա առաջին դեպքն է, երբ Tren de Aragua հանցախմբի դեմ դաշնային մեղադրանքներ են առաջադրվում ռեկետ հոդվածով, այն նույն հոդվածով, որը ժամանակին օգտագործվել է մաֆիայի դեմ։ Հետաքննության տվյալներով մեղադրյալները երիտասարդ կանանց են տեղափոխել Վենեսուելայից դեպի Պերու եւ Միացյալ Նահանգներ, նրանց հարկադրելով մարմնավաճառության միջոցով մարել պարտքերը բռնության եւ մահվան սպառնալիքով։ Հանցախմբի անդամներն իրականացրել են նաեւ զինված հարձակումներ ու ապօրինի թմրամիջոցների, ներառյալ կետամին պարունակող տուսի կոչվող նյութի մաքսանենգություն։ 27 մեղադրյալներից 21-ը կալանավորված են, մնացած 6-ը փախուստի մեջ են։ Քաղաքապետ Ադամսը հերքել է նաև այն պնդումները, թե վերջին ամիսներին ձերբակալվածներից շատերը սովորական օրինապահ ներգաղթյալներ են։ Ամերիկյան երազանքը զինված հարձակում իրականացնելը չէ, դա կրակելը չէ, ոստիկանների վրա հարձակվելը չէ, դա անօթևաններից փաստաթղթեր խլելն ու նրանց սեռական թրաֆիքինգի մեջ ներքաշելը չէ, ասել է նա։ Դա Ամերիկայի երազանքը չէ, եւ մենք ապաստան չենք դառնալու հանցագործների համար։ Կոնգրեսի դեմոկրատ անդամներն այցելել են Լուիզիանա, հանդիպելու Մահմուդ Խալիլին եւ Ռումեյսա Օսթյուրքին, որոնք ներկայումս գտնվում են ներգաղթի եւ մաքսային վերահսկողության կալանավայրում եւ սպասում են արտաքսման։ Խալիլը Կոլումբիայի համալսարանի մագիստրոսական ծրագրի ուսանող եւ Օսթյուրքը Թավսի համալսարանի մագիստրոսական ուսանողի մարտ ամսին առանձին դեպքերով կալանավորվել են դաշնային իշխանությունների կողմից Թրամփի վարչակազմի այն գործողությունների շրջանակում, որոնք ուղղված են վիզայով կամ գրին քարտով ուսանողների դեմ, ովքեր մասնակցել են Պաղեստինամետ գործողությունների։ Դրանցից ոչ մեկը չի մեղադրվում որևէ հանցագործության մեջ, իսկ կոնգրեսականները պահանջում են նրանց անհապաղ ազատ արձակում։ Պատվիրակության կազմում էին Լուիզիանայից կոնգրեսական Թրոյ Քարթերը, Միսիսիպիից Բենի Թոմսոնը, Մասաչուսեթսից Այանա Փրեսլին եւ սենատոր Էդ Մարքին։ Խալիլը եւ Օսթյուրքը վիճարկում են իրենց կալանավորումը։ Խալիլը, որը նաեւ ամուսնացած է ԱՄՆ քաղաքացու հետ, երկուշաբթի մերժում է ստացել ժամանակավոր ազատ արձակման իր խնդրանքի վերաբերյալ երեխայի ծնունդի մասնակցելու համար։ Այցը տեղի ունեցել այն բանից հետո, երբ կոնգրեսի այլ դեմոկրատներ այցելել էին Էլ Սալվադոր, պահանջելով ազատ արձակել այնտեղ պահվող Կիլմար Աբրեգո Գարսիային, որը Թրամփի վարչակազմի կողմից նախորդ ամիս սխալմամբ էր արտաքսվել։ Հակադեֆիմացիոն լիգայի նոր զեկույցի համաձայն Միացյալ Նահանգներում հակասեմիտական միջադեպերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի, նախորդ տարի կազմելով 9354։ Դրանցից 5422-ը կամ 58%-ը կապված են եղել Իսրայելի հետ, հիմնականում Իսրայելի քաղաքականության դեմ բողոքի ցույցերի ժամանակ հնչած կարգախոսների, խոսքերի կամ ցուցապաստառների միջոցով։ Սա առաջին անգամն է վերջին 46 տարիների ընթացքում, երբ Իսրայելի հետ կապված դեպքերը գերազանցել են ընդհանուր դեպքերի կեսը։
Լիգան նշել է, որ հատկապես Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների դեմ լայնածավալ հակազդեցությունն է նպաստել այդ թվի աճին։ Միևնույն ժամանակ կազմակերպությունը զգուշացրել է չշփոթել Իսրայելի քաղաքականության քննադատությունը հակասեմիտիզմի հետ։ Զեկույցի կարևոր եզրահանգումներն են. 196 դեպք դասակարգվել են որպես հարձակում, թիրախավորելով ավելի քան 250 անձի, ոչ մահապետ։ 2606 դեպք եղել են վանդալիզմի, 37-ի դեպքում հայտնաբերվել են սվաստիկա, 647 ռումբի սպառնալիք, որոնց մեծ մասը ուղղված էր սինագոգների դեմ։ Դեպքերը գրանցվել են Միացյալ Նահանգների բոլոր 50 նահանգներում եւ Կոլումբիայի շրջանում։ Ավելի քան 10%-ը Նյու Յորք քաղաքում, հատկապես մտահոգիչ է համալսարաններում ստեղծված մթնոլորտը։ Բազմաթիվ հրեա ուսանողներ բախվում են թշնամանքի մեկուսացման եւ երբեմն ֆիզիկական վտանգի իրենց ինքնության կամ համոզմունքների պատճառով։ Դաշնային դատավորը համաձայնել է արգելափակել Թրամփի վարչակազմի գործողությունը ուղղված Ամերիկայի ձայն միջազգային լրատվական ծառայության լուծարմանը, որը ստեղծվել է Կոնգրեսի կողմից եւ գործում է արդեն 83 տարի։ Դատավոր Ռոյս Լամբերտը վճռել է, որ վարչակազմը ապօրինի պահանջել է, որպեսզի Ամերիկայի ձայնը դադարեցնի իր գործունեությունը առաջին անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից ի վեր։ Ամերիկայի ձայնի աշխատակիցների եւ կապալառուների փաստաբանները խնդրել են դատարանին վերականգնել լրատվական ծառայության հնարավորությունը շարունակելու հեռարձակումը նույն մակարդակով, ինչպիսին եղել է մինչև նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսավորումը կտրուկ կրճատելու հրամանը։ Դատավորը մասամբ բավարարել է պահանջը, պարտադրելով վարչակազմին վերականգնել Ամերիկայի ձայնի, ինչպես նաև երկու անկախ հեռարձակող ցանցերի Ազատ Ասիա ռադիոյի եւ Մերձավոր Արևելքի հեռարձակման ցանցերի ֆինանսավորումն ու գործունեությունը, մինչև դատական գործի վերջնական լուծումը։ Միևնույն ժամանակ նա մերժել է նույն պահանջը Ազատ Եվրոպա, Ազատություն ռադիոյի եւ Բաց տեխնոլոգիաների հիմնադրամի համար։ Պահպանողական քաղաքական վերլուծաբան Սթիվ Հիլթոնը հայտարարել է, որ միանում է 2026 թվականի Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններին որպես հանրապետական թեկնածու։ Նա մտադիր է փոխարինել ներկայիս նահանգապետ Գևին Նյուսոմին, որը օրենքով չի կարող գնալ երրորդ ժամկետի։ Հիլթոնը, որը 6 տարի Fox News-ում հաղորդում է վարել եւ նախկինում եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի խորհրդականը, պաշտոնապես քարոզարշավը սկսել է Լոս Անջելեսի հարավ-արևելքում գտնվող Հանթինգթոն Բիչ քաղաքում։ Նա քննադատել է նահանգի դեմոկրատներին բարձր հարկերի, բնականանային գների աճի եւ կալիֆոռնիական երազանքի կործանման համար։ Հիլթոնը նաև նշել է, որ ողջունում է նախկին փոխնախագահ Քամալա Հարիսին որպես հնարավոր մրցակից, ընդգծելով, որ վերջինս չի բացառել մասնակցությունը։ Սակայն միևնույն ժամանակ Հիլթոնը քննադատել է նրան, ասելով նահանգապետի պաշտոնը մխիթարական մրցանակ չէ, որը կշնորհվի Վաշինգտոնից մերժված եւ ձախողված քաղաքական գործի, որը կարծում է, թե այս աշխատանքին արժանի է պարզապես իր ինքնության, այլ ոչ թե իր կարողությունների համար։ Կամալա Հարիսը, հնդիկ մոր եւ ճամայկացի հոր դուստրը կարող է դառնալ Միացյալ Նահանգների առաջին սևամորթ կին նահանգապետը, եթե որոշի մասնակցել եւ հաղթի։ Հիլթոնը միանում է թեկնածուների խիտ ցուցակին, որի մեջ արդեն ընդգրկված են դեմոկրատներ, այդ թվում առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախկին նախարար Խավիեր Բեսերան եւ կոնգրեսի նախկին անդամ Քեյթի Փորթերը։ Մյուս հանրապետական թեկնածուն Ռիվերսայդի շերիֆ Չադ Բիանկոն է, որը Թրամփի կողմնակիցներից է։ Եթե Քամալա Հարիսը միանա մրցապայքարին, ընտրարշավի դինամիկան կարող է կտրուկ փոխվել։ Հանրապետականները Կալիֆոռնիայի նահանգային մակարդակով վերջին անգամ հաղթել են մոտ 2 տասնամյակ առաջ, 2006-ին, երբ նահանգապետ ընտրվեց Արնոլդ Շվարցենեգերը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժել է ցանկացած առաջարկ, ըստ որի Ուկրաինան պետք է զիջի տարածք Ռուսաստանին հնարավոր խաղաղության համաձայնության շրջանակում։ Այդ հայտարարությունը արվել է Լոնդոնում նախապատրաստվող բարձր մակարդակի բանակցություններից մեկ օր առաջ։ Նախորդ շաբաթ Փարիզում կայացած նմանատիպ բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների պաշտոնյաները ներկայացրել են առաջարկ, որը ներառում էր թույլ տալ Ռուսաստանին պահպանել արդեն օկուպացված ուկրաինական տարածքների վերահսկողությունը։ Այդ առաջարկը ըստ եվրոպացի մի պաշտոնյայի կրկին քննարկվելու է Լոնդոնում պատերազմի լուծման վերաբերյալ կոնսենսուս գտնելու նպատակով, որը Միացյալ Նահանգները կարող է փոխանցել Ռուսաստանին։ Սակայն Զելենսկին կտրականապես մերժել է նման տարբերակ, ընդգծելով, որ նույնիսկ Ղրիմը, որը Ռուսաստանը զավթել ավելի քան 10 տարի առաջ, չի կարող քննարկման առարկա լինել։ Որոշ եվրոպացի դաշնակիցներ թերահավատորեն են վերաբերվում ամերիկյան առաջարկին, սակայն որոշ շրջանակներում էլ ընդունում են, որ Ռուսաստանը ամրապնդված է Ղրիմում, Լուգանսկում, Դոնեցկում, Զապորոժիայում եւ Խերսոնում։
Զելենսկին նշել է, որ Լոնդոն մեկնող ուկրաինական պատվիրակությունը լիազորված է քննարկել միայն անպայման կամ մասնակի հրադադարի հնարավորությունը։ Մենք պատրաստ ենք հրադադարի դեպքում նստել բանակցությունների սեղանի շուրջ ցանկացած ձևաչափով, հավելել է նա։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահ Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Ստիվ Ուիտկոֆը այս շաբաթ կրկին կայցելի Մոսկվա։ Սակայն արևմտյան վերլուծաբանների կարծիքով Մոսկվան չի շտապում խաղաղության համաձայնության, քանի որ մարտի դաշտում ունի նախաձեռնություն եւ ձգտում է գրավել ավելի շատ ուկրաինական տարածքներ։ Երեքշաբթի գիշերը ռուսական անօդաչու սարքերը զանգվածային հարձակում են գործել Օդեսայի վրա, վիրավորելով առնվազն 3 մարդու։ Հարվածներ են հասցվել բնակելի շենքերին եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Նույն օրը Զապորոժիան հարվածի է ենթարկվել 2 օդային ռումբով, ինչի հետևանքով զոհվել է 69-ամյա մի կին, եւս 24 մարդ վիրավորվել է, այդ թվում 4 երեխա։ Նյու Ջերսիում արագ տարածվող անտառային հրդեհները իշխանություններին ստիպել են հազարավոր մարդկանց տարհանել եւ փակել հիմնական ավտոճանապարհի մի հատվածը։ Garden State Parkway մայրուղին Նյու Ջերսիի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկն է, փակվել է Բարնեգաթի եւ Լեյսիի շրջանների միջև։ Հրշեջծառայության տվյալներով հրդեհը սպառնում է ավելի քան 1300 շինության եւ մոտ 3000 բնակիչ է հիմա տարհանված։ Երեկոյան անջատվել է շուրջ 25000 հաճախորդների էլեկտրաէներգիան։ Այս հրդեհը երկրորդ խոշոր անտառային հրդեհն է այս շրջանում մեկ շաբաթվա ընթացքում։ Լոս Անջելեսի կենդանաբանական այգու տնօրինությունը որոշել է տարեց 2 փղերին տեղափոխել ոչ թե ապաստարան, այլ Օկլահոմայի կենդանաբանական այգի։ Կենդանիների պաշտպանության In Defense of Animals կազմակերպությունը հրապարակած հայտարարությամբ խորին հիասթափություն է հայտնել Լոս Անջելեսի կենդանաբանական այգու 59-ամյա Թինա եւ 40-ամյա Բիլի ասիական փղերին ապաստարան չուղարկելու որոշման առիթով։ Այնտեղ հնարավոր կլիներ ապահովել նրանց խնամքը, շարժման ազատությունը, նրանց ծերության տարիներին արժանապատվորեն ապրելու հնարավորություն տալով, նշված է հայտարարության մեջ։ Վերջին 2 տարիների ընթացքում Լոս Անջելեսի կենդանաբանական այգում արձանագրվել է 2 փղերի մահվան դեպքեր եւ ակտիվիստները վստահ են, փղերը չպետք է շարունակեն ապրել գազանանոցի գերի պայմաններում։ Փղերի պարագայում ապաստարան նշանակում է մի մեծ բաց տարածք հեռու մարդաշատ վայրերից, որտեղ կենդանիները չեն ենթարկվում դիտման կամ շոուի, իրենց բնական կենսակերպի մոտ պայմաններում են ապրում, ստանում են անհրաժեշտ բժշկական խնամք։ Անդրեա Աղասին վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտ։ Հայազգի թենիսիստը, որը կարիերայի 8 մեծ սաղավարտի տիտղոսներից 2-ը նվաճել է հենց Միացյալ Նահանգների բաց առաջնությունում, այժմ կմասնակցի Միացյալ Նահանգների բաց փիքլբոլի առաջնությանը։ Աղասին, ով 2006-ին է հրաժեշտ տվել պրոֆեսիոնալ թենիսին, փիքլբոլի առաջնությանը կմասնակցի խառազույգերի պայքարում Աննա Լի Ուոթերզի հետ։ Հաջորդ շաբաթ 55 տարեկանը բոլորելու պատրաստվող Աղասին նախկինում մասնակցել է ցուցադրական փիքլբոլի հանդիպումների։ 2011-ին Աղասին ընդգրկվել է թենիսի միջազգային փառքի սրահում։ Փիքլբոլը թենիսի եւ սեղանի թենիսի խառնուրդ է։ Մի քանի տարվա ընթացքում այն Միացյալ Նահանգներում շատ արագ տարածվել է, ներգրավելով ավելի քան 13 միլիոն խաղացողի։ Առավոտյան լուրերի համար առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ձեզ աշխատանքային լավ օր եմ մաղթում։ Կհանդիպենք երեկոյան հիմնական թողարկմանը։